Ադրբեջանում անցկացվող ԱՊՀ երկրների խաղերի բացման արարողության մասին սոցցանցի էջում գրառում է կատարել ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը, նշելով, որ միջոցառման ամբողջ սիմվոլիկան հակահայկական և պատերազմական էր։ Նրա խոսքով մի կողմից ցուցադրվում էր երկաթե բռունցքը, մյուս կողմից 44 թիվը, որն ուղեկցվում էր թշնամու դեմ տարած հաղթանակի մասին խոսքերով։ Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս երկիրը խաղաղության և բարիադրացիայության միտում չունի, ողջ վարչակարգը կառուցվում է ագրեսիայի ատելության և պատերազմական քարոզի վրա, և սա ոչ թե փոխվում է, այլ ընդհակառակը խորանում դառնալով ոչ միայն ներքին, այլև արտաքին հարաբերությունների կարևոր բաղադրիչը, գրել է ադրբեջանագետը։ Gəlib dayanacaq. Yəni 44 günlük müharibə. Azərbaycan tarixinin ən şanlı müharibələrindən biri və Azərbaycan torpaqlarının işğaldan azad olunması 44 günlük müharibə bildiyiniz kimi bu müasir Azərbaycan tarixinin ən şanlı səhifəsidir. Ən şanlı günləridir, ən böyük günləridir. Həmin günləri yenə də qürurla xatırlayırıq. 4 oktyabr 2020-ci il Հայաստանի պաշտպանության նախարարության շենքի մոտ լարված իրավիճակ էր 44 օրյա պատերազմից հետո անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները հավաքվել էին նախարարության վարչական համալիրի դարպասների մոտ, պահանջելով հանդիպում ԳՇՊետ Էդվարդ Ասրյանի, Արցախի ԲԲ նախկին հրամանատար, ներկայումս պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։ Մի քանի ծնող ներսում էին, բայց քանի որ ծնողները հրաժարվում էին հեռանալ դարպասների մոտից, մեծ թվով ոստիկաններ են բերվել նախարարության մոտ, որոնք շրջապատել են ծնողներին։ Ծնողները փակել էին անցագրային կետի դարպասները և հրաժարվում էին բացել այն։ Կանչել ստել, մեր պահանջները չեք բավարարում, նա դեռ մեր այս ներվային տոնի վրա մերացնում է։ Գիտեմ, հրաման եք ստացել, պետք է բացել, մենք Երևանի Երևան 2807 տոնակատարությունները կսկսվեն հոկտեմբերի 11-ից Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին հայտնել է մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։ Կունենան 5-ից 6 բեմահարթակ ռոք, ջազ, էստրադային ռետրո, դասական և հանրապետության հրապարակում կկայանա երգիչ Թաթա Սիմոնյանի գալա համերգը, ասել է Սարգսյանը, նշելով, որ այս տարի հյուրեր կլինեն նաև արտասահմանից։ Միջոցառումները կմեկնարկվի էլեկտրոնային երաժշտության փոքր փառատոնով, որը կանցկացվի Դիանա Աբգարի անվան այգում։ Հայաստանի ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ իրավապահները բացահայտել են սեպտեմբերի 18-ին կատարված հանցագործությունը։ Մասնավորապես պարզվել է, որ Բյուրեղավանի բնակիչ 28-ամյա երիտասարդը մեկ այլ անձի հետ իր BMW մակնիշի մեքենայով 29-ամյա համաքաղաքացուն բռնի տեղափոխել են Նոր Գեղի գյուղում գտնվող կիսաքարոզ շինություն, ծեծել և գումար պահանջել։ Նրանց հետ միացել նաև Նոր Գեղի բնակիչ 30-ամյա երիտասարդը։ Վիճաբանության ժամանակ վերջինս նույնիսկ փորձել է խեղդել 29-ամյա երիտասարդին, որը սակայն դանակով հարվածել է նրա ոտքին և փորձել փախչել, ինչը չի հաջողվել։ Նույն շինություն են տարվել 29-ամյա երիտասարդի երկու ընկերները, որոնք նույնպես ծեծի են ենթարկվել։ Նրանց մի քանի ժամ պահել են, ապա վերցրել են բջջային հեռախոսները և բաց թողել, յուրաքանչյուրից պահանջելով $15,000։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, Բյուրեղավանի բնակիչ 23-ամյա և 28-ամյա Նոր Գեղի բնակիչը, 30-ամյա երկու երիտասարդները ձերբակալվել են և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։